Հարգելի գործընկերներ, ուրախ եմ ողջունել բոլորիդ, ուզում եմ նախ եւ առաջ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին հրավերի համար եւ այս կարեւոր օրակարգը ըստ էության առաջ մղելու համար։ Հիմա ըստ էության, հարգելի գործընկերներ, մենք գրեթե մշտապես շատ հաճախ ենք լսում կամ շատ հաճախ ենք առնչվում այնպիսի ինստիտուցիոնալ քննարկումների հետ, ինչպիսիք են պետության կայունություն, պետականության կայացում, պետական կազմավորմամբ հանրությունների հանրային ընկալում է ամեն ինչի վերաբերյալ։ Եվ ակնհայտ է, որ այս ամենը ուղղակի սավառնող մտքեր չեն, եւ դրանք գետնի վրա ինչով են արտահայտված տեսնում ենք։ Դա պետք է արտահայտվի բնականաբար պետական առանձին ինստիտուտների կայացվածության աստիճանով։ Իսկ մենք ինչով ենք նկատում կամ մեր կողմից ինչպես է նկատելի դառնում այս կամ այն պետական ինստիտուտի կայացվածությունը, դա առավել ակնառու է դառնում հիմնականում այս կամ այն առավել տեսանելի մարտահրավերներին համապատասխան պետական ինստիտուտի դիմադրողականության աստիճանը գնահատելով։ Այսօրվա մեր թեման վերաբերում է արդարադատության համակարգին։ Ես առաջ անցնելով ուզում եմ նշել, որ արդարադատության համակարգը պետական ինստիտուտների մեջ եւ հատկապես պետականության կայացման գործում առանձնահատուկ դեր ունի։ Ինչու առանձնահատուկ դեր ունի։ Բնականաբար պետական բոլոր ինստիտուտները ունեն իրենց առջև ծառացած խնդիրները, բոլորն էլ կարևոր են։ Բայց տեսեք, քաղաքական փոփոխությունների արդյունքում շատ լեգիտիմ է եւ անհրաժեշտ է, որպեսզի հանրային կյանքում տեղի ունենան փոփոխություններ։ Այդ փոփոխությունները, այդ նորարարությունները կարող են վերաբերել սկսած երկրի արտաքին քաղաքականությունից մինչև հանրային կյանքի ներքին բոլոր դրսևորումներ։ Բայց պարզ է, չէ, որ յուրաքանչյուր այդպիսի նորարարություն, յուրաքանչյուր այդպիսի ձեռնարկ ինքը բոլոր դեպքերում պետք է ունենա կարմիր գծեր, պետք է ունենա սահմաններ, պետք է ունենա կաղապարներ։ Եվ ինչպես է սահմանվում այդ կաղապարները, բնականաբար դա սահմանվում է իրավունքով։ Իսկ ով է իրավունքի պահապանն ու պատվարը, արդարադատության համակարգը։ Կարծում եմ նշածս պարզ մեկնաբանությունը ի ցույց է դնում այն հանգամանքը, որ արդարադատության համակարգը պետականության կայացման, պետության կայունության գործում առանձնահատուկ նշանակություն ունի։ Մենք արդեն ունենք շուրջ 35-ամյա անկախ պետություն եւ փորձենք գնահատել, թե մեր արդարադատության համակարգի առնչությամբ ես ավելի շատ կենտրոնանամ հանրային ընկալումների վրա, ինչպիսի հանրային ընկալումներ ունենք։ Ես կարծում եմ, որ շատ արդարացիորեն կարող ենք ասել, որ այս ամբողջ ընթացքում մեծ իմաստով կամ գերակշիռ իմաստով հանրային ընկալումը արդարադատության համակարգի նկատմամբ եղել է այնպիսին, որ արդարադատության համակարգը քաղաքական իշխանությունից անկախ չէ, ինքնուրույն չի գործում։ Որքանով են այս ընկալումները հանրային տարբեր ժամանակներում իրական, օբյեկտիվ, դա յուրաքանչյուրս կդատենք մեր ունեցած տեղեկատվության ծավալի շրջանակներում։ Բայց չենք կարող հաշվի չնստել, որ այդուհանդերձ մեծ իմաստով մենք ունենք այսպիսի հանրային ընկալում, ունենք այսպիսի հանրային կարծիք։ Ակնհայտ է, որ նման ընկալման համար եղել են նաև հիմքեր։ Դրան նպաստել են առանձին դեպքեր, առանձին իրադարձություններ, որոնք հանրության մոտ շատ պարզ առաջացրել են այս մոտեցումը, որ արդարադատության համակարգը անկախ չի գործում, որպես իրավունքի պատվար, ըստ էության անհրաժեշտության դեպքում չի հակադրվում նաև քաղաքական համակարգին։ Դրա մեկ-երկու պարզ օրինակներ, թարմ օրինակներից կարող եմ ես բերել։ Տեսեք, երբ որ արդարադատության համակարգի ամենատարբեր ինստիտուտների ղեկավարներ մեկ օրվա մեջ քաղաքական իշխանության ղեկավարի SMS-ով կարող են ազատվել աշխատանքից եւ ըստ էության հանրության համար որևէ հիմնավոր բացատրություն չտրվի դրա համար, կարծում եմ սա բավարար հիմք է, որպեսզի հանրության մոտ ձևավորվի համապատասխան ընկալումը։ Ավելին ասեմ, սա ոչ միայն հանրության մոտ է համապատասխան ընկալում ստեղծում, այլ սա այդպիսի ընկալում է ստեղծում հենց նույն ինստիտուտների կրողների մոտ, այսինքն այդ կառույցների ներսում, նրանց ներքին դիմադրողականության, նրանց կառուցվածքային դիմադրողականության մասին դժվար է սրանից հետո խոսել։ Նման թարմ դեպքեր շատ կարող ենք բերել այսօր այդպիսի ընկալման ծառայելու համար։ Դրա վառ օրինակներ վերջերս Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական գիծ քրեական հետապնդումներ
երբ քաղաքական ուղղորդմանը զուգահեռ ներդաշնակ արդարադատության համակարգի մարմինները համապատասխան դրսևորումներ էին իրականացնում։ Դրա վառ օրինակ է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ քաղաքական թիրախավորումը եւ անմիջապես դրան զուգահեռ եկեղեցու տարբեր հոգևորականների նկատմամբ սկսված իրավական գործընթացները։ Այսպիսի օրինակներ շատ կարելի է բերել եւ ուզում եմ խոսքս ավելի օբյեկտիվ հնչելու համար ասեմ, որ այսպիսի օրինակներ այս 35 տարիների ընթացքում մշտապես էլ ունեցել են։ Այսպիսի իրադրություններ, իրադարձություններ մշտապես էլ ունեցել են եւ ակնհայտ է, որ նման դեպքերը պետք է նպաստեն ասածս ընկալմանը։ Ընդ որում շատ են նաեւ եղել դեպքերը այդ նշածս ամբողջ ժամանակահատվածի համար, երբ որ զուտ ուղղակի քաղաքական խոսույթը, քաղաքական որևէ իրադարձությունը զուգորդել է արդարադատության համակարգի այս կամ այն գործունեությանը, այս կամ այն դրսևորվող գործառույթին եւ դրանով ստվերել է արդեն իրավական գործընթացները։ Ընդ որում քիչ չեն նաեւ եղել դեպքերը, երբ որ իրավական գործընթացները իրենք մաքուր իրավական դաշտում են եղել, բայց այնքանով որքանով որ զուգահեռվել են քաղաքական իրադարձությամբ, նախորդվել կամ զուգահեռվել են քաղաքական խոսքով, բնականաբար սա էլ ստվեր է նետել արդարադատության համակարգի հեղինակության վրա եւ ունենք այն պատկերը, ինչ որ այսօր մենք ունենք։ Այսինքն ակնհայտորեն կարող ենք ամրագրել մի բան, որ մեր պետականության ձևավորման այս 35 տարիների արդյունքում, տեսեք որքան բարեփոխումներ են մեր երկրում առնվազն գոնե մեզ տեսանելի թղթի վրա իրագործվել։ Բայց ակնհայտ է, որ այդ բոլոր բարեփոխումները, այդ բոլոր օրակարգային խնդիրները իրենց արդյունքը չեն տվել։ Ես մեկ փաստով կարող եմ ամփոփել այս հատվածի խոսքս, թե ինչով է դա արտահայտվում։ Տեսեք, 35-ամյա արդեն պետության քաղաքական իշխանության ղեկավարը հրապարակայնորեն արդարացնում է ընդհանուր դատական համակարգի վրա իր ազդեցությունը։ Պարզագույն մի բացատրությամբ, որ դե քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիները մեզանից են ակնկալում այս կամ այն դեպքով արդարադատություն։ Այսինքն սրանից ավելի ակնառու օրինակ, որ մեր հասունությունը այս 35 տարիների ընթացքում ինչի է հանգեցրել, ես կարծում եմ, որ դժվար է մտածել։ Այն դեպքում, երբ որ ակնհայտ պետք է լիներ, որ առնվազն գոնե այդ պատմական ժամանակի ընթացքում քաղաքական իշխանություններն իրենք պետք է առնվազն այնքան հասունացած լինեին, որ նմանատիպ քաղաքացու, պարզ քաղաքացու հարցադրումների դիմաց կամ ընդհանրապես հանրության մեջ ընկալում ձևավորեին իշխանությունների պարզ տարանջատման վերաբերյալ։ Բայց տեսեք, մենք ակնհայտ է, որ դրա մասին չենք կարող այսօր խոսել։ Ցավոք, քաղաքական իշխանության ներկայացուցիչների գայթակղությունը տիրել պետության ողջ ղեկին, սա բնութագրական է պետականության կերտման ճանապարհ անցնող հասարակություններին։ Դրա օրինակ մենք եւս պակաս չենք ունեցել եւ այստեղ ինչն եմ ուզում հատկապես շեշտել։ 2018 թվականի քաղաքական փոփոխությունների արդյունքում, երբ որ մենք այսպես ժողովրդական մեծ մասնակցությամբ հեղափոխությամբ ձևավորվեց մեր երկրում քաղաքական իշխանություն, եւ սրան հատուկ ուզում եմ շեշտադրել նաեւ, որ քաղաքական առաջնորդը իր մաշկի վրա զգացել էր արդեն անարդար արդարադատության ազդեցությունը, ենթադրում եմ, որ բոլորիս մոտ էլ ավելի մեծ էր ակնկալիքը նշածս հասունությունը ի ցույց դնելու եւ հանրային ընկալումները փոխելու առումով, բայց իմ բերած օրինակները ակնհայտորեն վկայում են հակառակի մասին։ Նշածներս կարող են ունենալ ամենատարբեր պատճառներ՝ անհատական, անձնական, իրադրությամբ պայմանավորված, բայց սրանք պարզագույն պատճառներ են, եթե մենք չանդրադառնանք այն հարցին, որ ըստ էության բերածս օրինակը կամ բերածս հիմնավորումները վկայում են այն մասին, որ մենք արդարադատության համակարգի առնչությամբ ունենք շատ խորը ինստիտուցիոնալ ճգնաժամ։ Այդ խորը ճգնաժամի հիմնական, այսպես արմատների փնտրտուքը պետք է լինի առաջնային խնդիրը, որպեսզի մեր պետության վաղվա օրվա ընթացքում մենք կարողանանք դրանց վրա այնպիսի ներազդեցություն ունենալ, որ ի վերջո բերենք նաև հանրային իրավագիտակցության զարգացմանը։ Ակնհայտ է այդ խորքային ինստիտուցիոնալ համակարգերի արմատների փնտրտուքի մեջ անհրաժեշտ է առաջին հերթին անդրադառնալ մեխանիզմներին, ինչպիսի մեխանիզմներ մենք ունենք։
Տեսեք, եթե օրինակ այդ ամբողջ տարիների ընթացքում սահմանադրության փոփոխություններով, իրավական մեխանիզմների նորարարություններով մենք որոշակի առումով դատական համակարգը այսպես առանձնացրել ու գոնե դեկլարատիվ բնույթով փորձել ենք նրա անկախության ամրապնդման համար երաշխիքներ ստեղծել, վստահորեն ասում եմ, որ տեսադաշտից բացարձակապես դուրս են մնացել արդարադատության համակարգի մյուս կարևորագույն ինստիտուտները եւ հատկապես քրեական արդարադատությանը էական դերակատարություն մասնակցություն ունեցող մյուս բոլոր ինստիտուտները։ Հետևաբար խոսքս վերաբերում է նրան, որ մենք ունենալով տարբեր գործոնները ուսումնասիրելու վերլուծելու անհրաժեշտություն, այդուհանդերձ պետք է կենտրոնանանք համապատասխան իրավական մեխանիզմների վրա։ Իրավական մեխանիզմներին անդրադառնալու ճանապարհին ես ուզում եմ այստեղ խոսել քաղաքական կամքի մասին։ Շատ ենք լսում նաև, որ այս կամ այն իշխանությունը խոստացել է կամ խոսում է քաղաքական կամքի մասին։ Քաղաքական կամքը չպետք է ընկալվի միայն որոշակի ժամանակահատվածում կամ որոշակի դեպքով արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքական իշխանության ազդեցությամբ։ Իմ գնահատմամբ քաղաքական կամքը ակնհայտ է, որ հիմնականում պետք է դրսևորվի քաղաքական իշխանության կամ իշխանության ձգտողների կողմից արդարադատության համակարգի նկատմամբ ազդեցության իրավական մեխանիզմներից հրաժարվելով։ Եվ կարծում եմ, որ պատմական այս փուլը մեր երկրի համար շատ կարևոր է համապետական ընտրություններից առաջ, որպեսզի այս քաղաքական մրցավազքի ընթացքում մեր քաղաքական ուժերը, քաղաքական իշխանության ձգտող բոլոր գործիչները, ուժերը հստակորեն այլևս արդեն դիրքորոշում հայտնեն, ներկայացնեն իրենց տեսլականը, որը ի ցույց կդնի հանրության համար, թե այսօրվա գործող իրավական մեխանիզմներից ինչպիսի նորարարություններ, ինչպիսի փոփոխություններ են իրագործվելու, որոնք ակնհայտորեն քաղաքական իշխանությանը զրկելու են արդարադատության համակարգի վրա ազդեցության հնարավորություններից, գործող իրավական մեխանիզմներից։ Որովհետև այլևս այսպես հավատալ խոստումների, հավատալ դեկլարատիվ հայտարարությունների, թե մեր իշխանության գալու պարագայում տեղի չեն ունենա, կարծում եմ, որ այլևս միամիտ է հավատալ նման խոստումներին։ Շատ հստակ պետք է լինի իմ կարծիքով, իմ գնահատմամբ, այլևս այս մոտեցումները, այսինքն հստակ ժամկետներ, հստակ մեխանիզմ եւ այդ ժամկետներում այդ մեխանիզմը իրագործելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար համապատասխան պատասխանատվություն։ Իմ գնահատմամբ մեր հանրության համար այսօր շատ կարևոր է արդարադատության համակարգի վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումը եւ գնահատում եմ, որ սա այսպես լավ առիթն է, ամենալավ փուլն է, որպեսզի մենք այս ուղղությամբ իրական բարեփոխումներ ունենանք։ Այս տրամաբանության մեջ ես կփորձեմ ներկայացնել իմ առաջարկը արդարադատության համակարգի բարեփոխումների վերաբերյալ, առաջանցնելով ասեմ, որ այսպես դրա հիմքում դրված է հիմնականում մեկ գաղափար, արդարադատության համակարգը հստակորեն զատել քաղաքական համակարգից։ Միաժամանակ ապահովելով հանրային մանդատի եւ մասնագիտական հանրույթների հավասարակշիռ ներգրավվածությունը այս համակարգերի ձևավորման գործում։ Պարոն Դավթյան, ինձ թվում է արդեն անցնենք մի անգամ բուն թեմայի, բուն քննարկումները եւ բուն ծրագիրը բարեփոխումների ներկայացնենք, որպեսզի ավելի զարգացնենք, էլի։ Եվ այս առումով ինչ պետք է նախ եւ առաջ իրականացվի։ Առաջին խնդիրը հետեւյալն է. մենք պետք է սահմանենք արդարադատության համակարգի կազմը։ Որ կառույցներին, որ ինստիտուտներին ենք մենք պատկերացնում արդարադատության համակարգում։ Տևական ժամանակ ընկալումը եղել է այն, որ դա դատական իշխանությունն է միայն։ Վստահաբար ձեզ ասում եմ, միայն դատական իշխանությամբ եւ առավել եւս միայն դատական իշխանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով մենք իմ ասած խնդիրները երբեք չենք կարողանա լուծել։ Քրեական արդարադատության ոլորտում դատարանից ոչ պակաս ներգրավվածություն ու դերակատարություն ունեն նախաքննական մարմինը, դատախազական համակարգը։ Հետևաբար արդարադատության համակարգի մեջ պետք է մենք ներառած ունենանք դատական համակարգ, դատախազական համակարգ, նախաքննական մարմիններ եւ ես առաջարկում եմ այդ համակարգի մեջ ներառել նաև քրեակատարողական ծառայությունը։ Ինչու քրեակատարողական ծառայությունը, որովհետև հատկապես քրեական արդարադատության ոլորտում եւ հատկապես երբ քրեական արդարադատությունը իր մեջ ներառում է քրեական պատժի նշանակում, մենք ունենում ենք մի պատկեր, որ պարզ լեզվով ասված մնացած բոլոր համակարգը ներկայացնող ինստիտուտների կատարած աշխատանքը իբրև արդարադատություն դրսևորվում է փաստաթղթի վրա,
իսկ գետնի վրա այդ ամեն ինչը իրացվում է արդեն քրեակատարողական ծառայության կողմից։ Մենք տարիներ շարունակ քրեակատարողական ծառայությանը այսպես ստվերել ենք, թողնելով նաև տեսեք իր կառուցվածքը, գործադիր իշխանության ենթակառուցվածք է, արտարադատության նախարարության մի կազմ։ Բայց ես վստահորեն ասում եմ, որ որքան էլ ջանքեր դնեն միջդատական վարույթ իրականացնող մարմինները, դատարանները հասնեն արդար դատական ակտի, եթե կատարման փուլում այդ պատժի մենք օրենքով սահմանված լեգիտիմ նպատակներին հասնելու արդյունավետ միջոցներ չեն գործադրում, բացարձակապես զրոյանում է այդ կատարած ամբողջ աշխատանքը։ Հետևաբար այս համակարգի մաս պետք է կազմի նաև քրեակատարողական ծառայությունը։ Համակարգի կազմը հստակ ընդգծելու նպատակը իմաստը կայանում է նրանում, որ մենք սրանով համակարգի առջև ծառացած խնդիրների, նպատակների միասնականություն կապահովենք, դրանց լուծումների միասնականություն կապահովենք։ Այս համակարգում ներգրաված բոլոր շղթաների կողմից մեկ գործ անելու ընկալում կապահովեն։ Հիմա անդրադառնամ արտարադատության համակարգի ձևավորմանը։ Ցուցադրված պատկերում առաջարկվող նոր սահմանադրական անկախ մարմինն է, որը կոչվելու է արտարադատության բարձրագույն խորհուրդ։ Եվ այս խորհուրդը արդեն, այսպես եթե համեմատություն անցկացնեմ, նման է այսօրվա բարձրագույն դատական խորհրդի, բայց բարձրագույն դատական խորհուրդը զբաղվում է միայն դատական իշխանությամբ։ Այս բaragայում արտարադատության բարձրագույն խորհուրդը ունենալու է պալատներ։ Դատական պալատ, դատախազական, սա օրինակը ես բերել եմ այսօր գործող մեր նախաքննական մարմիններով, որպեսզի ավելի պատկերավոր լինի։ Ինչպիսի ձևավորման ընթացք պետք է ունենա խորհուրդը։ Ես արդեն իմ խոսքի սկզբում նշեցի, որ պետք է ունենանք հանրային մանդատի եւ մասնագիտական հանրույթի հավասարակշիռ ներգրավվածություն։ Դա ենթադրում է, որ հանրային մանդատը պետք է արտահայտվի առաջնային մանդատ ունեցող մարմինների կողմից մասնագետների նշանակմամբ։ Դիցուք այսօրվա մեր պետական կառավարման կարգի պայմաններում դա պարլամենտն է, եւ ըստ էության պարլամենտը պետք է ձևավորի այս պալատների, այս խորհրդի կազմի առնվազն կեսին։ Բայց ի տարբերություն գործող իրավակարգավորումների, երբ որ օրինակ բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամներին ընտրում է ազգային ժողովը, մենք ընտրություն ասելով արդյունքում ունենում ենք մի բան, որ քաղաքական մեծամասնությունն է միշտ նշանակում անդամներ, բայց հանրային մանդատ տրված է ոչ միայն մեծամասնությանը, եւ վստահաբար ավելի արդարացի մոտեցումն այն է, որ պարլամենտում ներկայացված բոլոր խմբակցությունները մասնակցություն ունենան խորհրդի ձևավորմանը։ Այսինքն պարլամենտական ընտրություններից անմիջապես հետո յուրաքանչյուր խմբակցություն ըստ մանդատների համամասնության նշանակում է խորհրդի անդամներ։ Խորհրդի անդամներին առաջադրվում են չափանիշներ, մասնավորապես իրավաբան գիտնական կամ թվարկած մարմիններում, այդ թվում նաև փաստաբանական ծառայության առնվազն 10 եւ ավելի փորձառություն ունենալ։ Բնականաբար նաև բարեվարկության պահանջներ են առաջադրվում։ Դիցուք սրա արդյունքում ձևավորվեց խորհրդի, ասենք 10 անդամ հանրային մանդատով։ Արդեն մյուս 10-ին ընտրում են համապատասխան ինստիտուցիոնալ մասնագիտական հանրույթները։ Այսինքն դատախազական պալատում մենք ունենում ենք նշածս հանրային մանդատով նշանակված այս 10 անձին եւ դատախազների ընդհանուր ժողովի կողմից ընտրված 10 դատախազներ։ Նույնը մյուս կառույցների պարագայում։ Ես կարծում եմ, որ այսպիսի հավասարակշռումը ըստ էության ինքը կապահովի նախ այս արտարադատության համակարգի կամ բուրգի արտարադատության համակարգի բուրգի ժողովրդից իշխանություն ունենալու հանգամանքը, միևնույն ժամանակ քաղաքական եւ առավել եւս քաղաքական մեծամասնության ազդեցությունը մենք լիովին ստեղ կսահմանափակենք։ Եվ որն էստեղ ամենակարևորը կամ հիմնական նորամուծությունը, որ մենք այս process-ի մեջ ներառում ենք մասնագիտական հանրույթներին։ Մի բան, որ երբեք չենք արել մենք։ Եվ չանելու արդյունքում մենք այս համակարգերին, այս կառույցներին թողել ենք մշտապես ստվերում, ուշադրությունից դուրս, հետևաբար դու չես էլ կարող ակնկալել, որ այդ ինստիտուտները պետք է կայանային։ Եթե դատախազը, քննիչը, քրեակատարողական ծառայողը իր գործունեության ընթացքում իր ղեկավարի գործունեության այսպես հաշվետվողականության պահանջելիության իրավունք չունի, որևէ կերպ չի մասնակցում նրա աշխատանքի գնահատման գործընթացներին եւ բացարձակ կախյալ է ըստ էության ղեկավարից, մենք չենք կարող ակնկալել, որ այդ ինստիտուտները կկայանան։ Բայց այս պարագայում ըստ էության ամեն ինստիտուցիոնալ համայնք ինքը մասնակցություն է ունենալու իր ղեկավարի ընտրությանը, այդ թվում նաեւ իր ղեկավարի աշխատանքի գնահատմանը։ Լիազորությունների ծավալի մասին կարճ կխոսեմ, ըստ էության խորհրդի աշխատանքի առյուծի բաժինը դատական պալատին է հասնելու, որովհետև դատական համակարգը հորիզոնական համակարգ է եւ այստեղ, քանի որ չկա ղեկավար,
Հետևաբար այս համակարգին առնչվող բոլոր հարցերը որոշելու է դատական պալատը։ Սկսած դատավորների նշանակումից, առաջխաղացումից, կարգապահական պատասխանատվությունից, քրեական պատասխանատվության թույլտվությունից, այսինքն դատական համակարգում անհրաժեշտ բոլոր խնդիրները լուծվում են այս պալատի կողմից։ Մյուս բոլոր կառույցները, քանի որ իրենք հիերարխիկ համակարգեր են, այստեղ պալատներն առնչվում են հիմնականում կառույցի ղեկավարի առնչվող հարցերի հետ։ Այսինքն ընտրվում է կառույցի ղեկավարը, այլևս այս կառույցների ղեկավարները հաշվետվություն քաղաքական մարմնին չեն ներկայացնում, պարլամենտին չեն ներկայացնում են խորհրդին եւ յուրաքանչյուր տարի հաշվետվության արդյունքներով խորհուրդը իրավասու է ըստ հաշվետվության արդյունքների բարձրացնել նաեւ կառույցի ղեկավարի պաշտոնանկության խնդիրը։ Ես այստեղ հատուկ ուզում եմ շեշտել, որ այդ պալատների լիազորությունների մեջ ներառված կլինեն նաեւ պալատի այդ կառույցի ներկայացուցիչների կարգապահական պատասխանատվության հարցերի լուծումը։ Այսինքն եթե ընդունենք գլխավոր դատախազը պալատի անդամ, այսինքն դատախազների կողմից ընտրված պատվիրակին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր ունի, ինքը պետք է գա պալատի համաձայնությունը ստանա, որ նոր կարողանա։ Սրանով մենք կապահովենք ըստ էության այդ ասածս մասնագիտական հանրույթի անկախությունը։ Պարզ է, չէ, որ այս խնդիրը բազում դետալներ ունի, նաև այսպես ենթակա իրավակարգավորումների կարիք ունի, բայց ժամանակի սղության պատճառով ես ցանկացա այսօր ներկայացնել հիմնական իմ պատկերացումն է, հիմնադրութային, սկզբունքային առումով, թե ինչպես են տեսնում այս խնդիրների լուծումը լիարժեք ձևով։ Արտարդարության համակարգի բարեփոխումներին անդրադառնալիս պետք է երկու բառով ներողություն եմ խնդրում, ասեմ, որ չենք կարող չխոսել նաև այդ կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման մասին։ Այսինքն բարեփոխումները պետք է ներառեն նաև այդպիսի ուղղություններ։ Այսօրվա հատկապես քրեական արդարադատության ոլորտում մենք ըստ էության արդյունավետության նվազ դրսևորում ունենք, իմ գնահատման պատճառը հիմնականում մեր քրեական դատավարության օրենսդրության խիստ ձևականությունն է։ Մենք հաճախ ապացույցների ձեռքբերման գործընթացի նկատմամբ այնքան բարդացված ձևական պահանջներ ունենք առաջադրած, որ հատկապես ներկա գիտատեխնիկական զարգացման իրավիճակում դա էական խոչընդոտ է հանդիսանում հանցագործությունների քննության process-ի համար։ Պարզագույն յուրաքանչյուրի ձեռքին այսօր բջջային հեռախոսը կա, որ ամեն ինչ ֆիքսելու հնարավորություն ունի, բայց մենք դրա հայտնաբերման, առգրավման համար այնպիսի պահանջներ ենք առաջադրել, որ այդ պահանջների մեկի տարածի չպահպանումը ինքնին հանգեցնում է ապացույցի անթույլատրելիության։ Սովորական փողոցի տեսախցիկի կողմից ամրագրումները։ Այսինքն այս process-ներն անպայման պետք է ունենան շատ ավելի պարզեցված ընթացակարգ։ Բնականաբար դրանց օբյեկտիվությունը կասկածի տակ չդնելու մեխանիզմերով։ Երկրորդ կարևոր ուղղությունը կարծում եմ, որ պետք է զարգացվի մեր երկրում, դա հանցանք կատարած անձանց կամ հանցավոր խմբի անդամների հետ համագործակցության ինստիտուտն է։ Ամբողջ աշխարհը ըստ էության քրեական արդարադատության ոլորտում մեծ քայլերով առաջ է գնացել հատկապես այս ինստիտուտի շնորհիվ։ Երբ որ օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս ընդհանուր մինչև առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց ներել, այսպես կոչված, եթե այդ համագործակցության արդյունքում բացվում են հանցագործության այլ մասնակիցներ, բացվում է ըստ էության իր ծավալով հանրությանը վնաս պատճառած ավելի մեծ արարքի մեղավորների ու պատասխանատվության խնդիր։ Մեր օրենսդրությունը այսպես կոսմետիկ փոփոխություններ ունեցել է, բայց գործնականում մենք տեսնում ենք, որ դրա դրսևորումը չկա, որտեղ այստեղ եւս խիստ ձևականացված մոտեցումներ ունեն։ Այս համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կարևորագույն աշխատանք պետք է լինի մեր երկրում գործող պատժողական քաղաքականության էական փոփոխությունը։ Այսօր մեր քրեական օրենքով նախատեսված պատիժները իրենք ոչ միշտ է, որ հստակ արտացոլում են հենց պատժի նպատակների իրագործումը։ Ես մեկ օրինակ կբերեմ, օրինակ տեսեք տուգանք պատժատեսակի առումով։ Մենք այնպիսի համադրումներ ունենք, որ ասենք օրինակ հանցանքի համար նախատեսվում է պատիժ 500,000 դրամ կամ 3 տարի ժամկետով ազատազրկում։ Ակնհայտ է, չէ, որ այստեղ անհամաչափություն կա։ Ես կարծում եմ, որ մենք տուգանք պատժատեսակի ավելի լայն կիրառման պրակտիկա պետք է, ոչ թե պրակտիկա, այլ իրավական մեխանիզմներ պետք է ներդնենք, բնականաբար տուգանքի չափի համաչափության պայմաններում։